ասում են ինձ, տեսեք, վաղ առավոտյան իրավապահները գործողություններ են սկսել, սպասելի էր սա իրավական տիրույթում է ձեր գնահատմամբ, թե քաղաքական։ Միանշանակ սպասելի էր, իրավական ոչինչ չկա, երկիրը գտնվում է տոտալ բռնապետության կամ ավտորիտարիզմի ռեժիմում եւ այստեղ ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով։ Իսկ այստեղ ընտրել իրավունք, ինչ-որ հոդված վերլուծել, բան։ Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացիաց ԿՀ-ի բեսպրիձել է, ակնհայտորեն երկրում տեղի ունեցել պետական հեղաշրջման նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ազգային ժողովի խճանկարի վրա, ես մի դրվագն եմ միայն ասում։ Եվ ակնհայտորեն մի մարդ, որ այդպես էլ չի հանդարտվում, ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր պատժել կոնկրետ մարդկանց, կուլակաթափանել, պատժել, նստացնել, ժանրի բոլոր տերմինները օգտագործել է։ Եվ ակնհայտ էր, որ այս ամեն ինչը բերելու է հենց այս հետևանքին խիստ կանխատեսելի իրադարձություններ, ժամկետն էլ պատահաբար ընտրված չի, դա ՍԴՆ-ին անմիջապես հաջորդող իրադարձություն է։ Եթե բարձր դատարանը երկրում հավաքականորեն դարձել է Վահագն Հովակիմյան այդ անհաջող նկարիչը, բնականաբար իրավապահ մարմիններն էլ պիտի դառնան Վահագն Հովակիմյան, այսինքն դա մարդու կերպար է, որը խորհրդանշում է ստորաքարշորեն Նիկոլ Փաշինյանին ծառայելը։ Բնականաբար պիտիներն ինչ-որ տեղի ունեցավ, կանխատեսելի, խիստ կանխատեսելի սցենար։ Հիմա գլխավոր նպատակը պարոն Սուլեյման, սրա որն է լրացնել Գագիկ Ծառուկյանին, լրացնել ընդհանուր ընդդիմությանը, անել այն, ինչ ցանկանում է իշխանությունը, որն է գլխավոր նպատակը։ Մինչև հունիսի 7-ը մենք մի քիչ այլ Հայաստանում ենք ապրում, ունենք այլանդակ իշխանություն, որը պետական ազգային բոլոր կարմիր գծերը տրորել էր, բայց այնուամենայնիվ այդ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում։ Դե քննադատում ենք բոլոր ասպեկտներով, Արցախ կործանելու համար, հողատվության համար եւ այլն։ Հունիսի 7-ին այդ ամեն ինչին ավելացավ նաեւ այն, որ հիմա ինքնահռչակ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք։ Այս մարդը առանց տուրբուլենտության իշխանությունը պահել չի կարող։ Այսինքն անդադ պիտի երկրում ռեպրեսիաներ լինեն, ինչ-որ թշնամու կերպարներ ստեղծեն, այսօր Ծառուկյանն, Վաղակ Արալյանը, Սամվել Կարապետյանը, Քոչարյանը եւ այլն։ Այսինքն ինքը անուններն էլ է տվել, այս անգամ ինքը շատ բացահայտորեն տվել է մարդկանց անունները։ Այդ վերջ Թավիշինը, այդ Թավիշի էլ էր ընդհանրապես, առաջի օրվանից էլ Նիկոլ Փաշինյանը ավտորիտար է եղել։ Ամեն ինչին ուղղակի գումարվել է հիմա, որ ապօրինի իշխանություն ունենք, որը տուրբուլենտության ալիքի վրա պահպանվելու է այնքան, ինչքան կպահպանվի։ Իմ կանխատեսմամբ ամիսներ մինչև մի տարի կես։ Բայց մինչև այդ ինքը բոլոր հնարավոր ձևերով, նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների բացահայտ հովանավորությամբ անելու է այս այլանդակությունները։ Սահմանադրական դատարանից այլ ակնկալիքներ ունեն։ Իհարկե ոչ։ Ես առնվազն 96 թվականից քաղաքականության ակտիվ պրոցեսի մեջ եմ, միշտ Սահմանադրական դատարանի որոշումներին հետևել եմ, չի եղել Հայաստանի պատմության մեջ մի դեպք, որ Սահմանադրական դատարանը համարձակվի ընդդիմության որևէ բողոք, բովանդակային քննարկի եւ իր կոչման համապատասխան որոշում կատարի։ Մի անգամ ա եղել 2003 թվին, եթե չեմ սխալվում, որոշեց, որ վստահության հանրաքվե պիտի անցկացվի մի տարի հետո, նախագահական ընտրությունից հետո, այն էլ այդ հանրաքվեն չեղավ, դրա փոխարեն եղան բախումներ, ձերբակալություններ եւ այլն։ Բայց այս դեպքը հատկապես կանխատեսելի էր, որտեվ տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական հաշվի արդարի գործիք, այսինքն կայուն ավտորիտարիզմ է ենթադրել, որ մի հատ պետական մարմին պիտի լինի, որը համարձակվի իր քմահաճույքից դուրս որոշում կայացնել, այդ առնվազն պիտի կամ քաղաքականությունից չհասկանանք, կամ չգիտեմ, տեղյակ չլինենք Հայաստանում տեղի ունեցողի մասին։ Ասեմ ավելին, խորհրդանշական է, որ հենց այսօր ինքը Ռուսաստան է գնում Միշուստինի հետ բանակցությունների, ամենայն դեպս պաշտոնապես հայտարարվել է։ Տեսեք, խելամիտ ղեկավարը ճիշտ հակառակը, պիտի փորձեր հայ-ռուսական
ճգնաժամ, հարաբերությունների ճգնաժամի ֆոնին երկրում լիցքաթափող քայլեր անել, բայց ստեղ էլ ինքը գործում է իր արժե համակարգին համապատասխան, այսինքն փորձում է ռուսերին ցույց տալ, որ ես բոլորի հարցերը լուծելու եմ, միակ մարդը ում հետ պիտի պայմանավորվեք Հայաստանում, դա ես եմ։ Մոտավորապես այս լոգիկայով առաջնորդվում։ Խիստ կանխատես ընտրությունից առաջ դրա համար ենք զգուշացնում, որ ձեր ամեն քվե, որ տալիս եք Նիկոլ Փաշինյանին, քվե է բռնապետությանը, քվե է հայ-ռուսական հարաբերություններում առճակատման խորացմանը, քվե է միակողմանի նվաստացուցիչ զիջումներին։ Հիմա իրականությունը դառնալու շուտով ընդհանրապես լրատվամիջոցները հարցազրույց չեն կարողանալու անել, փողոցում մարդ են ձերբակալելու, տաղավարներից եւ այլն, դեռ մենք մտել ենք ավտորիտարիզմի հենց այդ փուլում։ Կարծում եք, ինչպես ասեցիք, դժվար թե 2 տարի նույնիսկ այս իշխանությունը այսպես գոյատևի։ Ոչ, Հայաստանը չունի ռուս։ Ուրեմն բոլոր ճգնաժամերը, որ կա, մարտահրավերները, հա, ներքին, արտաքին, շատ երկար կարող ենք խոսել, բայց հիմնականում արտաքին խնդիրների համադրումն է այն ռիսկերի, որ դա բերելու է նաև սոցիալական պայթունի երկրի ներսում, արտանողների հետ անշուշտ խոսում եք, մանր միջին հատկապես կանգնած են կռախի առաջ, Հայաստանը չունի ռեսուրս երկարաժամկետ կտրվածքով նման ավտորիտար ռեժիմ հանդուրժելու։ Իսկ եթե այնուամենայնիվ Աստված մի արածը իմ կանխատեսման մեջ սխալվեմ, այդ կնշանակի, որ Հայաստանը լրիվ դառնալու է ադրբեջանական ենթապետություն, այսինքն ստեղի այլանդակությունները հովանավորելու է հենց Ադրբեջանը իր նամեստիկով։ Այսինքն իշխանափոխությունը փողոցային պայքարի միջոցով եք դուք տեսնում։ Հիմա գիտեսեք, տեսեք, իհարկե, այսինքն փողոցի ճնշում կամ հեղափոխական հանգուցալուծում, իդեպ ինքը մոտեցնում է դրան, եթե ընդդիմությունը ինքնակազմակերպի, որովհետև եթե ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը զրոյացվում է հասկանալի պատճառներով, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արմատական, այսինքն հեռու չի այն օրը, որ հասարակության այս տրամադրությունները բերելու են ավելի արմատական ընդդիմադիր հարթակի ձևավորմանը, որը այո, այլ տարբերակ, քան հեղափոխական հանգուցալուծումներն չի ունենալու։ Պարոն Սուրենյան, բայց հունիսի 12-ին տեսանք, որ ժողովրդին կրակելու հրահանգ այդուամենայնիվ եղավ ու ոչինչ կանգնեցրեց այուն տեսանք ի վերջո հունիսի 12-ին։ Դուք նկատի ունեք նախանցած տարի։ 24 թվականի, այո։ Փողոցային պայքարը այդուամենայնիվ կհաջողվի, թե Գիտեք, ռեպրեսիվ մեքենան մաշելու հատկություն ունի։ Այսինքն ինքը չի կարող անընդհատ մարդկանց կուլ տա, քաղաքական ուժերի կուլ տա։ Ռեպրեսիվ մեքենան, ինչպես ցանկացած մեքենա, մաշելու հատկություն ունի, որ ընդդիմությանը կհաջողվի այնպիսի համակարգ ձևավորել, որ ռեպրեսիվ մեքենայի ատամների զրույց չեն լինի այդ համակարգը կոտրել, այդ օրը ռեպրեսիվ մեքենան կվերջանա, այսինքն գործի բումերանգի օրենքը։ Այդ տենց չի, որ ինքը անվերջ կարա մարդկանց բռնի, իդեպ որ դիմում է նման այլանդակությունների, դա արդեն հուշում է, որ ինքը իր վերջին փամփուշտերն է սկսել կրակել։ Ինչ կարելի է կանխատեսել այս գործողություններից, այսպես պատրաստված եկել։ Ամենավատ գործողություն կարեն կգնան, թե կձերբակալեն։ Ես հիմա իրավաբան չեմ, որ կանխատեսում անեմ, բայց ինքը պարզ անոնսավորել է, չէ, որ 3 լիդերներին էլ նստացնելու է։ Ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի այդ բռնապետական դեմքը հանկարծ հումանիստական է դառնալու, չարաչար, կարծում եմ ամենավատ սցենարը պետք է սպասել, գնալու է տոտալ ձերբակալությունների ու կալանքների։ Պարոն Սուրենյան, ամեն դեպքում ինչ սպասել ընդդիմադիր ուժերից սահմանադրական դատարանի որոշումից հետո, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խորհրդարան անցած ընդդիմադիրները որոշեցին մանդատները վերցնել։ Հիմա ինչ քայլեր։ Ես չեմ ուզում կենտրոնանալ, որովհետև եթե արագ հեղափոխական սցենար չկա, մանդատ չվերցնեն, ինչ անեն։ Այդ իրանց գործն է իհարկե, բայց եթե արագ հեղափոխական սցենար չկա, մանդատներից հրաժարումն էլ լուծում չի։ Հետևաբար պետք է մանդատն ու փողոցը համադրվի, ես այդ բանաձևը սկզբունքորեն ընդունում եմ, բայց հիմնական թատերաբեմը պիտի դառնա փողոցը։ Առանց փողոցի մենք ազգային ժողովում տեսնելու ենք այն, ինչ որ Երևանի հավաքանու վերջին նիստում տեսանք։ Այդ Երևանի հավաքանու վերջին նիստը չկարծեք պատահականություններ։ Դա լավ բեմականացում էր, ինչ է սպասվում ընդդիմությանը խորհրդանում։ Այսինքն եթե նախորդ խորհրդանում ծեծեր միջադեպեր լինում էին, այս անգամ լինելու է բացահայտ բեսպրիձել։ Թե մարդկանց անելու են, ասենք, միջանցք ու ծեծեն։ Կամ էս կերպ էլի, որովհետև իրանք
Պատգամավորները չեն միայն, նաև համազգեստավոր, ինչ-որ համազգեստի տակ թաքնված բանդաներ, հա, դե հիմա այս բանդա եմ ասում, որովհետև իրանք որևէ օրենքի չեն ենթարկվում, հա, հիմա այս է իրավիճակը, դրա համար մոտ ապագայում պետքա ընդդիմությունը կարողանա դիմադրության համակարգ ստեղծել, հենց այդ բառն եմ օգտագործում, ոչ թե քաղաքական կոնսոլիդացիա, այլ քաղաքական դիմադրության համակարգ, որպեսզի իշխանությունը հասկանա, որ ռեպրեսիան գնալը ծանր գին է նստելու։ Եվ պետքա րոպե առաջ նախապատրաստվի փողոց։ Դա մանդատներ վերցնել, չվերցնելու բացարձակապես կապ չունի։ Այս ընթացքում օրինակ ընդդիմադիր ուժերը բանակցել են Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանը հանդիպումներ ունեցել է մյուս ընդդիմադիր ուժերի առաջ։ Բոլորս հանդիպում ենք, պարտադիր չի անպայման լիդերներով հանդիպեն, լիդերների հանդիպան մեկնաբանությունից ձեռնպակ կմնամ։ Բոլոր շերտերով բանակցություններ գնում էր, բա մենք համատեղ հայտարարություններ ենք անում, ակցիաներ ենք անում, այդ հոբանով չի ծնվում, սպոնտան։ Բանակցում ենք, ինչ-որ բաներ ենք անում, հիմա այդ կոնսոլիդացիան էլ էլի, բովանդակությունն ու մեթոդոլոգիան հստակ լինի, որ ձևավորվի։